Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր ու նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Armenpress-ին տված հարցազրույցում արձագանքելով Ադրբեջանի իր պաշտոնակից Այխան Հաջիզադեի Հայաստանի կողմից հրադադարի խախտումների եւ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ կեղծ հայտարարություններին։ Անի Բադալյանը շեշտել է, որ Հայաստանի բանակը կառավարությանը ենթակա մարմին է եւ գործում է հենց այս տրամաբանությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։ Բադալյանը հակադարձել է Հաջիզադեի պնդմանը, թե Հայաստանը բարդ եւ գործնականում անիրագործելի նախաձեռնություններ է առաջ քաշում։ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի եւ ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջարկվող գործընթացը ոչ բարդ է, ոչ էլ անիրագործելի։ Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը դիտարկելու պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո եւ դե յուրե ավարտ եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթի ներքո, ընդգծել է արտգործնախարարության խոսնակը անդրադառնալով Մինսկի խումբը լուծարելու եւ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին Բաքվի հայտարարություններին։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, Հայաստանի սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը, որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել նման պահանջներ։ Բացի սա, համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաեւ, որ Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի եւ Հայաստանի օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը նույնիսկ սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու եւ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բարդ եւ երկար երթուղիներ առաջարկելու համար։ Բադալյանը հիշեցնում է, որ տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաեւ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան, Մեղրի, Օրդուբադ, Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի եւ Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին։ Մենք ունենք այն ճանապարհ որոնք ունենք եւ այն ռելիեֆը, որն ունենք, եւ մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու համար առնվազն լուրջ չէ։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու համար, դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի։ Բադալյանը պատասխան հարց է հնչեցնում՝ ուժային սցենարի ո՞ր հարցի լուծման։
Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող որ հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը եւ հիմա արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ կոչը Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի եւ ժամկետների մասին, նշել է Բադալյանը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։